այլ է աստվածային գեղեցկությունը, այլ է մարդկային գեղեցկությունը, այլ է արարչական գեղեցկությունը, այլ է մարդու ստեղծագործ գեղեցկությունը։ Քրիստոս դրա մասին ինչ ասում։ Սողոմոնը իր ամբողջ փառքի, իր ամբողջ թագավորական գեղեցկության մեջ չհավասարվեց մի հատ դաշտի Շուշանին։ Ինչ է ուզում ասել մեր Տերը։ Աստված այնքան գեղեցիկ է, այնքան ներդաշնակ, այնքան ճաշակով ամեն ինչ ստեղծել։ Մարդը ինչ էլ անի, չի կարող հասնել աստվածային գեղեցկության։ Եվ բնականաբար գեղեցկության գլուխ գործոցը մարդն է։ Եթե մենք բոլոր արարածներին նայենք, կենդանիների մեջ ամենագեղեցիկը մարդն է։ Իրապես ամենագեղեցիկն է։ Ոչ միայն իր արտաքին մարմնավոր տեսքով, այլ նաև իր հոգևոր գեղեցկությամբ, իր մտքով, իր բանականությամբ, իր աստվածապատկեր նմանությամբ, այս բոլորը շատ գեղեցիկ են։ Աստված այդպես է ստեղծել։ Եվ հենց այդ էր ուզում ասել մեր Տերը, որ դու ինչքան էլ ուզենաք գեղեցիկ լինել, աստվածային գեղեցկությանը չեք հասնի։ Եվ բնականաբար աստվածային գեղեցկությունը անմեղության մեջ է արտահայտվում։ Ինչպես Ադամը քանի դեռ անմեղ էր դրախտում, լուսեղեն պատմուճան ուներ հագած, գեղեցիկ էր։ Ոչ միայն հոգով, այլ նաև առաքինություններով, աստվածային շնորհներով, պատկերներով էր գեղեցիկ։ Եվ մերկ դա նշանակում է ոչ թե բառացի մերկ, այլ լուսեղեն պատմուճան ուներ, այդ մերկությունը չէր տեսնում, բայց հենց որ պատվիանազանց եղավ, մեղք գործեց, անմիջապես մերկացավ, այսինքն տգեղացավ։ Եվ իրանք իրար նայելով ամաչեցին իրենց տգեղության համար։ Բայց այսօր շատ անգամ մարդիկ այդ մերկությունից չեն էլ ամաչում։ Ադամը ամաչեց, թեզենուց տերև գործեց, սկսեց փառքել իր մերկությունն ու տգեղությունը։ Իսկ այսօր մեր մերկությունն ու տգեղությունը մենք հանում ենք ցուցադրության։ Ոչ միայն մեղք են գործում, այլև այդ մեղքը ուզում ենք ցուցադրել։ Իսկ Ադամը մեղք գործելուց հետո փակեց իր մերկությունը, ամաչեց։ Ուրեմն արարչագործ գեղեցկությունը, նուրբը, սուրբը, գեղեցիկը, անմեղը, մաքրությունը, այսինքն արարչագործ գեղեցկության մեջ կա իմաստություն։ Մարդկային ստեղծած գեղեցկության մեջ այն իմաստությունը խորհուրդը չկա։ Իսկ թվում է, որ կենդանիները մինչև մարդու մեղք գործելը էլի ավելի գեղեցիկ, ավելի կատարյալ են եղել, քան թե մարդու մեղք գործելուց հետո, որտեղ հոշոտող չեն եղել, գիշատիչ չեն եղել, եղել են խոտակեր։ Եվ այդ պատճառով մենք պետք է փորձենք վերականգնել մեր նախաստեղծ արարչական գեղեցկությունը։